Զինադադար կնքեցին ինչ նպատակով, որպեսզի ավելի լավ պատրաստվեն։ Ով շահեց, ի վերջո ով հաղթեց։ Այս պահի դրությամբ բնականաբար Իրանը։ Այս ամեն ինչ այսինքն բլեֆ էր, թե հոգեբանական ճնշում։ Երկու շաբաթում խելքի չեն գա։ Մի կիլոմետր 500 մետր հեռավորության վրա ամերիկյան զորք պետք է հանդուրժի։ Իրանի կշիռը այնքանով բարձրացավ, որ ոչ այս Թրամփի ուղին կիրականացվի, ոչ մի ամերիկյան զորք էլ այնտեղ չի գա։ Ոչ էլ Ադրբեջանը կհամարձակվի ներխուժել Սյունիք եւ Հայաստան։ Իրանը այսինքն ստացված տարածաշրջանային գերտերություն Ոչ միայն տարածաշրջանային, Հա։ այլ նաեւ համաշխարհային առումով է։ Եթե ուրեմն չի կիրառվում միջուկային զենք Իրանի դեմ, Իրանը հաղթած է, պահը եկել է կհարվածի, քանի դեռ իրենք են իշխանության, թշնամին ինչ ուզում ստանում է իրենցից, ինչու հիմա։ Բարև ձեզ, սա Life Armenia YouTube-յան ալիքն է։ Եթե ուզում եք նպաստել մեր ալիքի զարգացմանը, ապա կարող եք միանալ մեր Patreon-ին ամսական ընդամենը $5։ Մեր հյուրն այսօր ռազմական պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանն է, բարև եք եկել, պարոն Այվազյան։ Բարև ձեզ։ Շատ կարևոր օր ենք հանդիպել, ԱՄՆ-Իսրայել եւ Իրան զինադադար կնքեցին։ Այո։ Ժամեր առաջ այս պահին եթեր է գնում հաղորդումը, կարող եք նախ սպասելի էր թե ոչ եւ կարող ենք քիչ ավելի մանրամասն հասկանալ ինչի մասին է խոսքը, ինչ է կնքվել։ Այո, երկու շաբաթով զինադադար է կնքվել Պակիստանի միջնորդությամբ, բայց պարզվեց այսօր որոշ տեղեկություններ հայտնվեցին վստահելի, որ Չինաստանն է ետնաբեմային առումով նաեւ մասնակցել։ Միացյալ Նահանգները ներկայացրել են իրենց փաթեթը 15 կետանոց, Իրանը իր փաթեթը 10 կետանոց, բայց այդ 15 կետանոց փաթեթը Միացյալ Նահանգների Իրանի կողմից մերժված է արդեն։ Մինչ այդ մերժել էին, հա։ Այո, եւ Թրամփը իր հենց հայտարարության մեջ, որ կնքվել է զինադադար, ընդունում է որ բանակցությունների հիմք կարող է դառնալ Իրանի այդ 10 կետանոց փաթեթը։ Իսկ այդ 10 կետանոց փաթեթում կան այնպիսի կետեր, գրեթե բոլորը Միացյալ Նահանգների եւ Իսրայելի համար ծանր կետեր են։ Հավատը դժվար է հավատալ, որ նրանք կհամաձայնվեն այդ կետերին։ Ուրեմն ինչու են կնքել, որովհետեւ սպառել են ռազմական հնարավորությունները շարունակելու այս պատերազմը, հասկանում եք։ Ամեն ինչ փորձեցին, ամենտեղ խփեցին, ռազմական ինչ օբյեկտ, ինչ բան հայտնաբերեցին, ռմբակոծեցին, մնացած էլ չեն կարողանում հայտնաբերել, կամ չեն կարողանում ավելի խորանալ ռմբակոծել, անցան արդեն զուտ քաղաքացիականին, թեև ամենասկզբից էլ քաղաքացիական օբյեկտներին հարվածում էին, այդ թվում առաջ օրը աղջիկների այն դպրոցին հարվածեցին, որ 100%-ով գիտեին, որ այդտեղ դպրոց է, ոչ մի սխալ էլ այդտեղ գոյություն չի ունեցել, դա հենց իրենց մի նախկին հետախույզ կիներ մանրամասնում, թե քանի մակարդակով են ճշտվում այդ թիրախները եւ այդ բոլոր մակարդակներում պետք է ճշտված լիներ, որ այդտեղ դպրոց է, ոչ թե Պահապանների կորպուսի ինչ որ կետ։ Ուրեմն այդ սկզբից էլ քաղաքացիականին հարվածեցին նաև ճնշելու համար ժողովրդին հոգեբանորեն, որպեսզի մարդիկ այսպես ընկճվեն, ասեն դե լավ, մենք պարտվում ենք, ուրեմն ոչնչացնում են մեր ամեն ինչը, ոչ մի բան չեն խնայի, մեր երկիրը կործանեն, բայց չանցավ Իրանի պարագայում դա չանցավ, որովհետև Իրանը անմիջապես, գրեթե կես ժամ, 1 ժամ հետո սկսեց իր ռազմական տերմինաբանություն, եթե օգտագործենք, իր համընդհանուր հակահարձակումը եւ փաստորեն հանդիպական ճակատամարտ էր այս ամբողջ ընթացքում տեղի ունենում։ Երկու կողմերը հարձակվում էին։ Արդեն հակահարձակման մասին դժվար էր ասել, Իրանն էլ էր հարձակվում, այն էլ տարբեր ուղղություններով։ Իհարկե Իրանը ավելի շատ պատասխանում էր։ Եթե նրանք բարձրացնում էին սանդղակը եւ հարվածում էին օրինակ մի գործարանի, Իրանը պատասխանում էր, հարվածում էր նրանց գործարանին, հարվածում էին գազի հանքին, հարվածում էր դիմացի գազի հանքին եւ այլն։ Ուզում եմ ասեմ, ամեն դեպքում պաշտպանվողը եւ այդ սրացումներին պատասխանողը Իրանն էր։ Իսկ հիմա իրենք տեսան, որ լավ, որ շարունակեն ուր են հասնելու։
երեք Թրամփը արդեն հանդես եկավ մի բացահայտ ցեղասպանական սպառնալիքով, որ այս գիշեր կարող պետք կվերանա մի ամբողջ քաղաքակրթության բնաջնջումը, որը բարեբախտաբար չէր կարող իրականանալ այդ իր սպառնալիքը, եթե միայն չգործադրեր միջուկային զենք, որտեղ այն մնացած հարցերում այդ որ ասում էր ոչնչացնենք այդ քաղաքակրթությունը եւ այլն, ոչինչ էլ չէր կարող ոչնչացնել, մեծ վնասներ կարող էր հասցնել, այսինքն էլեկտրակայանների հարցը, կամուրջների հարցը, դրանք հարյուրավոր են, 400 էլեկտրակայան կա, Իրանը ժամանակին ցրել է այդ էլեկտրակայանները ամբողջ երկրով մեկ, այնպես որ 400 էլեկտրակայանը ոչնչացնելը կես տարի ժամանակ կխլի, Այն Ռուսաստանը Ուկրաինային քանի տարի խփում է էլեկտրակայաններին, ոչնչացրել է բոլորը, ոչ, մի քանիսը շարքից հանել է։ Նույնն էլ այստեղ էր տեղի ունենալու, իսկ կամուրջների մասին առհասարակ ավելորդ է խոսել, որտեղ չգիտեմ քանի 100 կամուրջ կա Իրանում, դեռային երկիր է, արևմտյան մասը, հարավային մասը ամբողջը լեռներ են։ Այսինքն հարյուրավոր, եթե ոչ հազարավոր կամուրջներ կան այնտեղ։ Իհարկե առաջի հերթին կխփեր խոշոր էլեկտրակայաններին, խոշոր կամուրջներին, մեծ վնասներ կհասցներ երկաթուղային կայարաններին եւ այլն։ Այս ամեն ինչը կաներ, մեծագույն վնասներ կհասցվեին, բայց դրա դիմաց կստանար Իրանի ուժգին հակահարվածը բոլոր ուղղություններով, որից ամբողջ միջազգային տնտեսական համակարգը փլուզվելու էր։ Ամբողջությամբ, որտեղ փակվելու էր նաեւ Բաբել Մանդեփը, դա խոստացել էին անել հուսիտները, որտեղով եւս համաշխարհային առևտրի մի ահռելի քանակ էլ 12 թե 15% է անցնում այնտեղով էլ, այսինքն եւ Հորմուզի նեղուցը փակվելու էր, եւ Բաբել Մանդեփի նեղուցներ փակվելու, հարվածներ էին հասցվելու արաբական միապետություններին Պարսից ծոցի, այդ թվում հնարավոր էր հարվածներ հասցվեին ջուրը մաքրող գործարաններին, դրա արդյունքում դրա պատճառով ամբողջ այդ հասարակությունները կարող էին կազմալուծվել, ոչ թե պետությունները, այլ հասարակությունները, եւ այդ ժողովուրդը միլիոններով փախներ այնտեղից գնալով դեպի Եվրոպա ու սովորական ուղղություններով, այսինքն ուր պետք է գնա, այնտեղ որտեղ հնարավոր է ինչ-որ մի բան սանունց ստանալ եւ սովից չմահանալ։ Այս ամեն ինչը թե ինչ հետևանքներ կունենար հետագայում, նավթի գազի կանգ առնելը, պարարտանյութերն են չեն հասնում տեղ, իսկ հիմա փաստորեն այդպիսի սեզոն է, որ անհրաժեշտ են գյուղացիներին այդ պարարտանյութերը, ֆերմերներին եւ այլն։ Այս ամեն ինչը հաշվի առնելով դադարեցրեց Թրամփը այս հարձակումը, բայց թե կընդունվեն արդյոք Իրանի պահանջների գոնե մի մասը, թե չեն ընդունվի եւ ինչ ժամանակում կընդունվեն, ինչպես կընթանան բանակցությունները, շատ բարդ է ասելը։ Օրինակ Իրանը ասում է, ես պետք է Հորմուզի նեղուցը այսուհետև վերահսկեմ։ Ձեր թույլտվությամբ մի քանի կետը ես ընթերցեմ։ Ուրեմն Իրանի պահանջներից հետեւյալը հրաժարվել ագրեսիայից, խոսքը Միացյալ Նահանգների մասին է։ ԱՄՆ-ն վճռականորեն հանձնառու է հրաժարվել ագրեսիայից, շարունակել Իրանի կողմից Հորմուզի նեղուցի վերահսկողությունը, ընդունել ուրանի հարստացումը, վերացնել բոլոր առաջնային պատժամիջոցները, վերացնել բոլոր երկրորդային պատժամիջոցները, չեղարկել ՄԱԿ-յան օտարության խորհրդի բոլոր բանաձևերը, չեղարկել ատոմային, միջազգային գործակալության կառավարիչների խորհրդի բոլոր բանաձևերը, փոխհատուցել Իրանին, ԱՄՆ մարտական ուժերը դուրս բերել տարածաշրջանից, դադարեցնել պատերազմը բոլոր ճակատներում, ներառյալ Լիբանանում հերոսական իսլամական դիմադրության դեմ։ Այո, բայց տեսեք, օրինակ վերջի կետը Հեզբոլայի դեմ պատերազմի վերացնելը, որը Պակիստանը, որը հայտարարեց, որ այսպիսի համաձայնագիր է կնքվել զինադադարի մասին, ասաց, որ ներառված է նաև Հեզբոլահի եւ Լիբանանի, այսինքն պահը, իսկ Նեթանյահուն անմիջապես հայտարարեց, որ ոչ, Հեզբոլահի հարցը ներառված չէ զինադադարի մեջ եւ ինքը շարունակելու է պատերազմը Հեզբոլայի դեմ։ Սա արդեն իսկ մեկ խախտում է այդ համաձայնագրի, որին կարող են հետևել նորերը, որովհետեւ եւ Իսրայելը եւ Միացյալ Նահանգները սովոր են խախտել պայմանագրերը։
Նրանց եթե պետք է ինչ որ պահ վերադասավորել իրենց ուժերը, իրենք ասում են դե եկեք զինադադար կնքենք, ինչպես եղավ անցյալ տարվա հունիսին։ Զինադադար կնքեցին ինչ նպատակով, որպեսզի ավելի լավ պատրաստվեն, նոր մեխանիզմներ մշակեն եւ նորից հարձակվեն, եւ նրանք շատ լավ էին պատրաստվել։ Առաջին հերթին պատրաստվել էին իրենց հատուկ ծառայությունների միջոցով եւ կարողացան տնտեսապես հարվածել Իրանին, առաջ բերել այդ իրենց արտարժույթի հետ կապված խնդիրը, ինֆլյացիայի հետ կապված, որից հետո տեղի ունեցան այդ բողոքի ցույցերը Իրանում դեկտեմբերի վերջ, հունվարի առաջին կես։ Եվ դրանից հետո նրանք հույս ունեին, թե կարողանան Իրան այնքան է թուլացել, որ հիմա ուր որ է պետք է ընկնի։ Դրանից հետո Նաթանյահուն համոզեց Թրամփին, որ հիմա է ժամանակը, պետք է հարվածել։ Բայց ինչ տեղի ունեցավ։ Աստորեն այս 38-39 օրվա պատերազմը Իսրայելին եւ Միացյալ Նահանգներին որևէ ռազմավարական շահ նպատակի իրականացում չբերեց։ Իրենք ինչ էին հայտարարել նպատակ ոչնչացնել միջուկային ծրագիրը, արգրավել Իրանի ձեռքից նրա ունեցած մոտ 400 կիլոգրամ հարստացված ուրանը, որի միջոցով գնահատվում է տարբեր գիտնականների կողմից, որ կարելի է մոտ 8-ից 11 ատոմային ռումբ ստեղծել եւ բավական կարճ ժամանակում ոչնչացնել բալիստիկ հրթիռները, նրանց կայանքները, այդ բալիստիկ հրթիռների բազաները եւ այլն, այդ ամեն ինչը ոչնչացնել։ Նաեւ մասնատել երկիրը։ Տեսեք, այդպիսի նպատակ կար։ Քրդերին ասվեց, որ դուք մտեք կռվի մեջ, ադրբեջանցիներին են անընդհատ նախապատրաստվում, որ նրանք դեպի Թավրիզ ու Արդիբիլ կարողանային գնալ, մտնել, համագործակցելով տեղի իրենց կարծիքով այդ թուրքախոս շիա զանգվածը պետք է Ադրբեջանին աջակցեր։ Այսանքին նրանց նպատակները։ ՆԱՏՕ-ին թքեցին, մրեցին, Իտալիա, Իսպանիա չթողեց։ Այո, բայց տեսեք ինչ տեղի ունեցավ։ Տեղի ունեցավ ճիշտ հակառակը։ Հասարակությունը Իրանի ժողովուրդը համախմբվեց, որովհետև տեսավ, որ հարձակումը ամբողջ պետության դեմ է, ամբողջ երկրի դեմ է, ամբողջ ժողովրդի դեմ է։ Եվ հետո այդ բանը սկսեց չթաքցնել նաև Թրամփը։ Եթե սկզբից ասում էր ազատագրենք ժողովրդին, հետո սկսեց ասել, որ նավթն է ինձ պետք, ես ուզում եմ վերցնել, արգրավել Իրանի նավթը, ինչպես Վենեսուելայում արեցինք, չգիտեմ, պետք է ոչնչացնեմ քաղաքակրթությունը։ Այսպիսի բաներ սկսեց, մարդիկ հասկանում են, տեսնում են, որ իրենց գլխին ռումբեր են ընկնում, ոնց կարող են այդ մարդիկ ուրախ լինել օտար ներխուժմամբ։ Այդպես Նապոլեոնն էլ, որ Ռուսաստան ներխուժեց, կարծում էր, թե ռուս գյուղացիները այն ժամանակ դեռ ճորտ էին, որ այդ ճորտերը պետք է միանան իրեն, կռվեն ցարիզմի դեմ, բայց այդ ճորտերը համախմբվեցին իրենց երկրի ղեկավարության եւ բանակի հետ, կռվեցին Նապոլեոնի զորքերի դեմ։ Նույնը անում էր նաև Հիտլերը, երբ ներխուժեց Խորհրդային Միություն։ Նա էլ էր կարծում, թե ամբողջ ուրեմն Խորհրդային Միության ժողովրդի մի մեծ հատված պետք է իրեն միանա։ Իհարկե միացողներ եղան, բայց չնչին մասը, այդ երբ նայում ես, չնչին մասը միացավ։ Նա այդպես էլ հիմա այստեղ սխալվեցին, ժողովուրդը համախմբվեց եւ ցույց տվեց մի բացառիկ դիմադրողականություն, երբ ամեն օր Իրանի բոլոր քաղաքներում եւ մայրաքաղաք Թեհրանում եւ մնացած բոլոր քաղաքներում ամեն գիշեր ժողովուրդը փողոցներում էր, ռմբակոծությունների ընթացքում։ Այդպիսի բան կանայք, տղամարդիկ, երբեմն հաճախ երեխաների հետ միասին։ Սա բացառիկ մի երևույթ էր, որի մասին իդեպ ես չգիտեմ, գիտակցված ձևով ակնարկեց Միացյալ Նահանգների կարելի է մեր տերմինաբանությամբ ասել գլխավոր շտաբի պետը, գեներալ Քեյնը, ասաց, այս որ իջել էին իբր իրենց օդաչուին փրկելու համար, ասաց յուրաքանչյուր իրանցի, եթե ով ուներ թեկուս թեթև հրազեն, կրակում էր մեզ վրա։ Ու դա ասաց Թրամփի ներկայությամբ այն մեծ իրենց այդ հարցազրույցի ժամանակ,
Ինձ թվում է դա դիտմամբ ասվեց, որպեսզի Թրամփը լսի ու հասկանա, որ այս պետություն ներխուժել, շարունակել կռիվը չի ստացվի, որտեղ ամբողջ պետություն երկիրը 91, 2, 3 միլիոն բնակչությամբ, ահռելի 1.600.000 քառակուսի կիլոմետր տարածությամբ իրենց դեմ է։ Փոքրամասնություններն էլ չափստանվեցին, ոչ ոք, ոչ քրդերը, ոչ շիա թուրքախոս զանգվածը, ուրեմն մարդիկ, ոչ լորերը, ոչ բելուջները, ոչ արաբները, ոչ ոք։ Բոլորը դիմադրության մթնոլորտի մեջ էին։ Ու ինչ մոտիվացված էին։ Այո, մոտիվացված են, ես երեք երկու գրառում արեցի միջայլոց մի քիչ այսպես շեղվելով այս մեր քաղաքական աշխարհաքաղաքական վերլուծությունից գուցե մեր ունկնդիրներին հետաքրքիր լինի, երկու պահ կար, որ շատ նմանեցրեց հայ հին զինվորականության արժեհամակարգային դրույթների հետ։ Այսպես մեկից մեկ նման էր։ Մեկը, որ երկու օր առաջ, երեք այսինքն, տեղեկություն տարածվեց Պահապանների կորպուսի նախկին հրամանատարի մասին, ասվեց, որ նրա ժամանակը եկել էր եւ Ալի Խամենեին ցանկանում էր նրան արդեն ուղարկել թոշակի, որպեսզի հաջորդը գա։ Բայց այդ հրամանատարը խնդրում է առաջնորդին իրենց, որ խնդրում եմ ինձ թող այս պաշտոնում, ես նաև քաղցկեղով հիվանդ եմ, բայց թող այս պաշտոնում գուցե ես արժանանամ նահատակության, այսինքն սպանվեմ թշնամու կողմից։ Այսինքն իր համար պատիվ էր։ Իր համար պատիվ էր, այո։ Եվ դա մեկից մեկ կրկնում է հայ զինվորականության պատվո եւ բառերը ինչպես է։ Եվ մնաց առաջնորդը։ Եվ այո, ասել էր բառացիորեն ասել էր, արդյոք դուք կցանկանաք, որ ես այդպիսի մահվան արժանանամ, այսինքն անկողնու մեջ մահվան, ասել էր, արդյոք կցանկանաք անկողնու մեջ մահվան արժանանամ, այդ բառերով։ Այո։ Հա, մահվան եւ ասելա, լսել է եւ համաձայնվել է, որ այո, դու դեռ մնա։ Քանի որ սպասում էին նաեւ այդ հարձակմանը։ Սա բառացիորեն մեր Մամիկոնյան, Մանվել Սպարապետի, Մուշեղ Սպարապետի բառերն են, երբ Մուշեղ Սպարապետը եւ Մանվել Սպարապետն ասում են, Մուշեղն ասում է, երբ իրեն այդ պահին ուրեմն դավադրության միջոցով սպանում է, որքան ցանկալի կլիներ, ասում է, որ ես ձյու վրա մահվան արժանանայի, նկատի ունի ճակատամարտի մեջ ձյու վրա, երբ ասում է, իսկ Մանվել Սպարապետը մահվան մահճում կանչում է բոլորին թագավոր թագուհի պալատականներին ցույց է տալիս իր մարմնի վրա եղած բազմաթիվ վերքերը 50-ից ավելի եւ ասում է, տեսեք, ամբողջ կյանքս պատերազմների մեջ եմ եղել, հանուն մեր հայրենիքի, հանուն մեր եկեղեցիների, հանուն մեր ժողովրդի, հանուն մեր վերջ այս բոլորը թվարկելով մեր զինակիցների, իմ եւ այլն, այս ամեն ինչի, բայց ասում է չարժանացա ճակատամարտում զոհվելուն եւ հիմա իր բառերով է Փավստոս Բյուզանդի մեջ կա աննասունի պես ասում է մահվան մահճում այսպես պարկած անկողնում եմ մահանալու այսինքն այդ անկողնում մահանալու պահը այնքան նման է ես դա ներառեցի եւ ճիշտ ասած մեր նորորյա հերոսամարտի մարտիկներն էլ հերոսներն են այդ արժե համակարգով առաջնորդ Ռոբերտ Աբաջյան եւ երկրորդ նմանությունը նաեւ երբ Թրամփը հայտարարել էր, որ մի ամբողջ քաղաքակրթություն ոչնչացնելու եմ եւ Պակիստանի հետ այդ բանակցությունների ժամանակ ետնաբեմային Wall Street Journal-ն էր երեք գրել, թե ինչ է պատասխանել Իրանը։ Իրանն ասել է մենք ունենք 15000 հրթիռ եւ 45000 ԱԹՍ։ Խնդրեմ պատերազմիր, այսինքն այսպես մենք դեռ շատ մեծ վնասներ կհասցնենք ձեզ։ Սա էլ մի անգամից ինձ հիշեցրեց այն գիրքը, որ դրված այնտեղ 1720-ականների Արցախյան եւ Սյունիքի մեր ազատամարտերը մի այնտեղ արխիվային փաստաթուղթ կա, ես էլ այդ փաստաթուղթը անձամբ Մոսկովյան արխիվում դեռևս 1990 թվականին կարդացել, արտագրել, օգտագործել եմ, այնտեղ Գանձակում նստած Օսմանցի գլխավոր զորահրամանատարը Սարի Մուստաֆա Փաշան 1725 թվականին Արցախում կենտրոնացած հայկական
զորքի հրամանատարությանը վերջնագիր է ուղարկում, ինչպես Թրամփն էր ուղարկում պարսիկներին, ասում է վերջին 5 տարվա հարկերը չեք մուծել, բերեք մուծեք, թե չեք կգամ կավերեմ ձեր երկիրը, կոչնչացնեմ եւ այլն։ Սրանց պատասխանն էլ հետեւյալն էր։ Ավան Յուզբաշին է այդ պատասխանը տալիս, ասում է այդ պատվիրակ է ուղարկում նրա մոտ, ասում է մենք ունենք 40,000 մարտիկ, ամեն մեկն ունի մի հրացան, մի սուր։ Այնպես որ մենք քեզանից չենք վախենում, կարող ես գալ եւ կտեսնենք այնտեղ մի ուրիշ բան էլ կար այդ փաստաթղթում, ասում է ստիպեց որ այդ պատվիրակը ուտի ուղարկված թուղթը այդ օսմանցի զորա հրամանատարի եւ ասաց որ այն ինչ որ դուրս կգա կհանձնես Սարիֆ Մուստաֆա Փաշային։ Հիմա այս նմանությունը երբ համեմատ պատասխանը հետեւյալն է զենքի թիվն է ասում ինչքան զենք ունենք, ինչքան մարտիկ ունենք։ Այսքան զենք ունենք, 40,000 սուր ու հրացան ունենք, արի։ Կտեսնենք ով կշահի, ով կտուժի։ Այստեղ էլ նույն ձևով իրանցիներն էին պատասխանել, բայց եթե վերադառնանք արդեն մեր այսօրվա աշխարհաքաղաքական հարցերին, պետք է ասել, որ ուրեմն չհասավ իր նպատակներին, բալիստիկ հրթիռները չոչնչացվեցին։ Պարոն այո, ով շահեց, ոչ թե ով հաղթեց։ Այս պահի դրությամբ բնականաբար Իրանը։ Տեսեք, եթե իսրայելյան աղբյուրներին հետևեք, այնքան ինչքան ես այսօր առավոտյան հասցրել եմ, իսրայելցիները սարսափելի դժգոհ են, խոսում են պարտության մասին, խոսում են ստրատեգիական պարտության մասին։ Իրենց ընդդիմության առաջնորդը Լապիդեր ազգանունը վերջը նա ահա որ խիստ քննադատել էր, որ ահա այսպիսի արդյունքի մեզ բերեցի Նեթանյահուին, եւ նրանց դժգոհություններից մեկն այն է, որ նրանք չեն մասնակցել այդ բանակցություններին։ Իսկ դուրս են մնացել։ Ամերիկան Իրանի հետ է ուղղակիորեն բանակցել, ինչպես եւ պետք է լիներ, որովհետեւ Միացյալ Նահանգներն է գլխավորը, ոչ թե Իսրայելը այս պատերազմում։ Իսրայելը միայնակ երբեք չի կարող պատերազմել Իրանի դեմ, նա չունի այդ հնարավորությունները։ Հրթիռների քանակը չունի այդպիսի, շատ ավելի զիջում են նրա հրթիռները, հիմա էլ երևի արդեն սպառվել են։ Բալիստիկ հրթիռների մասին եմ ասում եւ թևավոր հրթիռների մասին։ Իսրայելը նաեւ ռմբակոծում էր Իրանը իր ռազմաօդանավերով, բայց այդ ռազմաօդանավերը ստրատեգիական ռմբակոծիչներ չեն եւ նրանք որպեսի հասնեն մինչեւ Իրան պետք է վերալիցքավորվեն օդում։ Բայց այդ էֆերից Իսրայելը ունի, ասենք, ոչ բանը, էլի։ Այդ էֆերը չեն կարող գնալ այնտեղ հասնել հետ գալ, իրանք պետք է օդում վերալիցքավորվեն։ F-35-երի մասին է խոսքը, F-16-երը։ Որոնք եզակի երկրներ ունեն, էլի, թե ոչ միայն ԱՄՆ-ն ու Իսրայելը։ Իսկ ով է վերալիցքավորողը։ Միացյալ Նահանգները, իրենք ունեն 1, 2, 3, չգիտեմ, քանի հատ ունեն այդպիսի ինքնաթիռ, բայց ամենօրյա այդ թռիչքները իրականացնելու համար միայն ամերիկյան այդ վերալիցքավորող ինքնաթիռների վրա էր իրենց հույսը։ Այսինքն Միացյալ Նահանգները, եթե նրանց չտրամադրեն այդ ամեն ինչը, չեն կարող, Իսրայելը ի վիճակի չէ, ել չեմ ասում, որ ի վիճակի չէ նաև հետ մղելու իրանական հրթիռների հարվածները, որովհետև սպառել է հակահրթիռների խմբականակ այն ինչը որ ուներ։ Միացյալ Նահանգներն էլ գրեթե սպառել են իրենք։ Այդ պատճառով էլ այսօր տեսնում ենք, երբ գալիս են իրանական հրթիռները, երբեմն ոչ մի հակահրթիռ չի նրանց դեմ գնում, կամ որ գնում են չեն խոցում, քանի որ նաև ավելի հին մոդելի հրթիռներ են սկսել օգտագործել, հակահոպի հրթիռները իսրայելյան։ Այնտեղ նորագույնները ավարտվել են արդեն։ Իսկ արտադրությունը սարսափելի դանդաղ է, տարեկան արտադրվում էին այդ պատրիոտները 600 հատ, 620 հատ, տարբեր թվեր են ասում, 700 հատ, 750, այսքան, ամենաշատը 700 հատ հրթիռ է տարեկան արտադրվում այսօրվա դրությամբ։ Հիմա ուզում են արագացնել, բայց քանի տարվա ընթացքում կարողանան արագացնել, այդ թվերն էլ ոչ մի լավ բան չեն խոսում։ Օդադեսանտային ուժերի, այնտեղ Դուբայից վիդեոները, որ ամերիկան գալիս է, այնտեղ չգիտեմ, այս ամեն ինչ այսինքն բլեֆ է, թե հոգեբանական ճնշում։ Ինչեր զինադատ։ Գիտեք, ամեն որտեղ աշխարհը շունչը պահած սպասում էր հեսա։ Այո։ Ավելի շուտ դա բլեֆ էր եւ ճնշման միջոց էր։ Ես այդ մասին մի մեծ հոդված գրեցի, հայերեն, ռուսերեն, անգլերեն, անգլերենը դրսում էլ հրապարակվեց, հայերենը, ռուսերենը այստեղ հրապարակվեց
դեսանտային այդ գործողությունների քննությունը ինչպիսին կարող է լինել այժմ, օրինակ Խարկ կղզու գրավման դեպքում կամ Իրանի տարածք Հորմուզի նեղուցի հատվածում ներխուժելու դեպքում կամ մյուս կղզիների գրավման դեպքում համեմատելով նախկին ուրեմն օրինակների հետ երկրորդ համաշխարհային պատերազմից նաև ավելի նորագույն օրինակներ վերեցի, օրինակ երբ ռուսները իջան Կիևի մոտի Գոստոմել, այո, այդ Հոստոմել կամ Գոստոմել օդանավակայանը գրավեցին 1722 թվականի փետրվարի վերջին, այդ օրինակների հիման վրա մանրամասն վերլուծեցի եւ ցույց տվեցի, որ ահա որ մեծ կորուստներ կարող են կրել ոչ մի լուրջ ռազմավարական բեկում չմտցնելով պատերազմի մեջ։ Էլ չասած, որ կարող բացահայտորեն պարտություն կրեն, ջախջախվեն, հարյուրավոր ու հազարավոր զոհեր տան, որովհետև այսօրվա տեխնոլոգիաները բազմապատկում են դեսանտային ուժերի միջոցով ինչ որ լուրջ օպերացիաներ կատարելը։ Եվ իթե օդային դեսանտի մասին է խոսքը եւ ծովային դեսանտի մասին է խոսքը։ Այնպես որ այն ուժերը, որ նրանք կուտակել էին այնտեղ, շատ փոքրաթիվ էին, ինչ էին այնտեղ երկու գումարտակ ծովային հետևակ էին բերել լրացուցիչ եւ բերել էին իրենց օդադեսանտային էլիտար այդ 82-րդ դիվիզիայի մի մասը, ոչ ամբողջությամբ դիվիզիա, եւ բերել էին հատուկ գործողությունների, հատուկ ռազմագործողությունների զորքերը այնտեղ, դրանք էլ մանր ջոկատներ են ավելի, դրանք մեծ ուժեր չեն, որոնք կիրառեցին այդ փրկարարական աշխատանքում դուրս բերելու համար իրենց օդաչուին տալով ահավոր կորուստներ, առնվազն 3 ինքնաթիռ, մի քանի ուղղաթիռ, մարդկային կորուստների մասին չգիտենք, եղել են, չեն եղել, վիրավորների տեսքով են եղել, սպանվածների տեսքով են եղել, հավանաբար եթե սպանվածներ եղել են 1, 2, 3, 4 չգիտենք, բայց վիրավորներ շատ պետք է ունենային։ Այսինքն կորցրել են մոտ 500 միլիարդ դոլարի զինտեխնիկա մեկ օդաչուին փրկելու համար։ Այդպես եթե մի 5 հատ փրկարարական աշխատանք իրականացնեն, պատկերացնում եք ինչ զոհերի մասին է։ Պատերազմի սկզբից էլ ասում էիք, որ սխալ են հաշվարկները, մոտավորապես կանխատեսելով նման զարգացում, ինչի շնորհիվ Իրանին հաջողվեց, ասենք այդ բառը, հաղթել։ Շատ լավ նախապատրաստության շնորհիվ, շատ լավ, տարիներով ճիշտ հաշվարկել էին, ճիշտ ծրագրել էին, գծել էին, իրենց բալիստիկ հրթիռները իջեցրել էին գետնի տակ, արտադրությունը նաև գետնի տակ էր իրականացվում, ստեղծել էին այդ այսպես կոչված հրթիռային քաղաքները, այսինքն բազաները, որ անվանում են քաղաքներ պայմանականորեն, որոշել էին իրենց նպատակակետերը, թիրախները, փափուկ թիրախները նաև, այսինքն հեշտ խոցվող թիրախները, որոնք հենց խոցեցին անմիջապես, խոսքս նավթավերամշակման գործարանների մասին է, տարբեր կարևոր տնտեսական օբյեկտների մասին է եւ ամենակարևորը Հորմուզի մի նեղուցը փակեցին։ Հորմուզի նեղուցը փակել են եւ չեն ուզում բացել նաեւ։ Հիմա այս 10 կետի մեջ կա կետերից մեկն է հենց այն է, որ Հորմուզի նեղուցը պետք է մնա Իրանի վերահսկողության տակ եւ յուրաքանչյուր նավթատար նավից Իրանը պետք է գանձի турք, խոսում են 2 միլիոն դոլարի մասին, իսկ դա նշանակում է ահռելի եկամուտ, որը կարող է գերազանցել Իրանի նավթի արտահանման եկամուտը։ Դե դա ռեպարացիայի փոխհատուցման տակ են։ Բայց այսուհետ բացի, եթե որ ռեպարացիան էլ փոխհատուցեն, էլի չեն հանձնի իրենց հաշվարկով, միշտ ասում են սրանից հետո այսպես է լինելու։ Իդեպ էսպասով արդյոք զինադադարը հավատանք կողմերին, թե ամեն դեպքում ժամանակ է, որպեսզի վերականգնվի արևմուտքը ու նորից։ Այդ վերականգնման ժամանակը 2 շաբաթում չի լռանա, ինձ թվում է, 2 շաբաթում խելքի չեն գա։ Իսրայելն էլ է ահավոր հարվածներ կրել։ Ճիշտ է, Իրանը մեծ կորուստներ է տվել, նյութական գործարաններ, կամուրջներ, ուրեմն շենքեր, հաստատություններ, մարդկային ցավալի շատ կորուստներ, հատկապես հրամանատարության
կազմի մեջ, բայց հրամանատարության առումով այդ կորուստները վերականգնելի են միանգամայն, նաև նյութական առումով են վերականգնելի։ Իսկ 93 միլիոն բնակչություն ունեցող երկրի համար մի քանի հազար կորուստը մարդկային, դա նույնպես տանելի է, այնպես չէ, որ պետք է հանձնվեր այդ պատճառով։ Իսկ ինչ կորուստներ են կրել Միացյալ Նահանգները։ Տեսեք, 13 ռազմաբազա գրեթե անմարդաբնակ է դարձել, որոնք գտնվում են Իրանի մոտակայքում։ Խոսքս Իրաքում եղած ռազմաբազաների մասին է, Սաուդյան Արաբիայում, Քուվեյթում, Բահրեյնում, Քաթարում եւ Արաբական Միացյալ Էմիրություններում։ Այստեղ բոլոր տեղերում իրենք ռազմաբազաներ ունեն։ Բոլորին Իրանը հարվածել է։ Բոլորը գրեթե անմարդաբնակ վիճակում են, այս մեծ մասը դուրս է հանված զորքերի այնտեղից։ Իրանի պահանջների կետերից մեկն այն է, որ այս ռազմաբազաները պետք է փակվեն եւ երբեք ամերիկյան ռազմաբազաներ իր մոտակայքում չպետք է լինեն։ Եվ ի դեպ այս առումով այս Թրիփ եւ Թրամփի ուղի այսպես կոչված ծրագիրը հոտս է ցնդում, որտեղ ոնց կարող է Իրանը ասում է, ես չեմ հանդուրժելու իմ տարածքին մոտակայքում այդ Սաուդյան Արաբիայում, Արաբական Էմիրություններում եւ այլուր ռազմաբազաներ ամերիկյան, իսկ իր սահմանին հյուսիսային հենց մի կիլոմետր 500 մետր հեռավորության վրա ամերիկյան զորք պետք է հանդուրժի։ Չէ, բայց սա տնտեսական բան է, չէ, պլատֆորմ։ Ոնց է տնտեսական, այնտեղ համաձայնագիրը եթե կարդում եք, գրված է, որ բացառիկ իրավունքներ են տրվում Միացյալ Նահանգների կողմից ստեղծված այդ ընկերությանը, որ նա այնտեղ իրականացնի իր շինարարությունը, ոնց ուզում է, ում ուզում է հրավիրել եւ այլն, եւ իրավունք ունի զինված անձնակազմ բերել այդտեղ։ Զինված անձնակազմ ասելը չի բացված։ Ինչ թե դա նշանակում, եթե այնտեղ բերվեն 500 հոգի զինված մարդ, բնականաբար դա ամերիկյան զորք է լինելու։ Իսկ 500 հոգի զինված մարդը նշանակում է Իրանի համար ռազմաբազա է ամերիկյան, որտեղ այսօր 500-ը վաղը կես գիշերը կարան բերեն 5000 մարդ իջեցնեն այդտեղ։ Նրանք նախապատրաստեն տարածքը։ Այսինքն Իրանը չի հանդուրժելու ոչ մի Թրամփի ուղի։ Ի տարբերություն Հայաստանի Հանրապետության ոչ բարով իշխանության այսօրվա, որը հաճույքով հանձնեց Հայաստանի այդ տարածքը ստորագրություն դնելով, որ ես տալիս եմ Միացյալ Նահանգներին 99 տարով, որ անեքսիա անի այս հողը։ Խեղճերի մուրազփորը մնացել է։ Հասկանում եք, բարեբախտաբար այստեղ զուտ, չգիտեմ, աստվածային ինչ որ մի նախախնամություն կա, թե ինչ կա, այս փուլում, գոնե այս փուլում, քանի դեռ Իրանը այսպես պինդ իր ոտքի վրա կանգնած է, ոչ այս Թրամփի ուղին կիրականացվի, ոչ մի ամերիկյան զորք էլ այնտեղ չի գա, ոչ էլ Ադրբեջանը կհամարձակվի ներխուժել Սյունիք եւ Հայաստան, որովհետեւ Իրանը շատ լավ հասկանում է, որ իր հյուսիսային ճակատում, եթե թույլ տա թուրքերը վերցնեն ամբողջությամբ այդ ճակատը, ապա նրանք չեն որևէ կերպ այսպես կարկամելու հաջորդ անգամ օգտվել եւ հարվածել Իրանին հյուսիսային մասին, որտեղ իրենց կարծիքով ապրում է թուրքախոս զանգված եւ այդ զանգվածը փորձեն խլել Իրանից եւ դրան էլ հենց սպասում էին եւ Ադրբեջանը եւ Թուրքիան։ Թուրքիան երբ քննադատում է ամեն օր Էրդողանը Իսրայելին, տարբեր խիստ բառեր ասելով եւ այլն, որևէ բառին չի կարելի հավատալ, որովհետեւ Ադրբեջանից դեպի Իսրայել հոսում է մեծ քանակությամբ նավթ, վերջին 3 տարում ամենաշատ նավթը այ հիմա է հոսում, այսինքն մեծացրել են ավելի հոսքը դեպի այդ ագրեսոր պետություն։ 50% Իսրայելը իր նավթի ստանում է Ադրբեջանից Բաքու-Ջեյհան նավթամուղով, որը գնում հասնում է Թուրքիա, այնտեղից լցանավերով տանում են Իսրայել։ Այդ թե Իսրայելը եւ Ադրբեջանը իրականում ում կողմից են։ Եվ նաև Թուրքիայի տարածքով ու Ադրբեջանի տարածքով թռնում են եւ հետախուզական ԱԹՍ-ներ եւ ավաքս ինքնաթիռներ, որոնք զննում էին Իրանի տարածքը եւ հաղորդում այդ կարևոր տեղեկությունները Միացյալ Նահանգներին, հատկապես այն բանից հետո, երբ ռադարային տարբեր կարևոր միջոցներ ամերիկյան ոչնչացվեցին տարածաշրջանում,
տարբեր տեղեր Քաթարում, Սաուդյան Արաբիայում, Բահրեյնում եւ այլուր Իրանը առաջին հարվածները հենց խփեց ռադարներին ու շարունակեց հարվածել ռադարներին, որպեսզի կուրացնի թշնամուն, որպեսզի թշնամին լավ չտեսնի, որտեղից են թռնում հրթիռները, երբ են թռնում եւ այլն։ Այնպես որ այս հարցում մեր տարածաշրջանը մի քիչ Հայաստանը կարող է մի թեթև շունչ քաշել, բայց սա պետք է հասկանանք, որ պատերազմի ավարտ չէ, մենք չգիտենք կպահպանվի այս զինադադարը, չի պահպանվի, երբ կխախտվի եւ ինչ տեսքով կխախտվի։ Այս համատեքստում Փաշինյանի հռետորաբանությունը նախընտրական, որ եթե իրեն չեն կընտրում պատերազմ է լինելու, արդյոք հոդս է չընծնդում եւ արդյոք նա սուտ կեղծ թեզեր չի տարածում։ Պատերազմ հնարավոր է, ասենք, ցանկացած Առհասարակ պատերազմ Ադրբեջանի հետ միշտ հնարավոր է։ Չէ, նու այս ռասկլադով դա միշտ է հնարավոր, Փաշինյանը ինքը ստեղծել է պատերազմի համար իր իշխանության հետ միասին, այդ կառավարության հետ հրաշալի նախապայմաններ։ Իրենք են ստեղծել այդ նախապայմանները, իրենք են թույլատրել Հայաստանը այս աստիճան, իրենք են թույլատրել բանակը, իրենք են կրճատել բանակի թվաքանակը, իրենք զորավարժություններ չեն անցկացնում Հայաստանում արդեն 5 տարի է զորավարժություններ չեն անցկացվում Հայաստան, որից հետո ասում է պատերազմ կլինի։ Եթե դու թույլատնես երկիրը այն աստիճան, որ թշնամին չվախենա պատերազմից, պատերազմ կլինի։ Ամբողջությամբ ասեք, եթե իրենք չլինեն իշխանություն։ Իսկ կապ չունի իրենք լինեն չլինեն, թշնամին եթե տեսնի պահը եկել է կհարվածի, քանի դեռ իրենք են իշխանության, թշնամին ինչ ուզում ստանում է իրենցից, ինչու հիմա ինչու պատերազմ մի դիմի, ամեն ինչ ստանում է, տաբուշի ցող են ուզում տալիս են, չեն խոսում այլևս օկուպացված կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող իշխող դիրքերի մասին։ Արցախի հարցը միակ մայրուղին դեպի Իրան տանող Գորիս Կապանը հանձնեցին Ադրբեջանին, հանձնեցին Միջանցկը Թրամփի ուղի անվանելով այն, իսկ Ադրբեջանը շարունակում է եւ Թուրքիան եւ մյուսները Զանգեզուրի Միջանցկ են այն անվանում։ Այսքան հերթ դասագրքերում փոփոխություններ են մտցնում, կեղծելով հայոց պատմությունը հոգուտ ադրբեջանական նարատիվների, ցանկանում են սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնել անօրինական կերպով, հանելով այնտեղից անկախության մասին հռչակագիրը եւ այլն, այսպես որ թվարկենք, հա կգնանք միջազգային իրավական ատյաններից, դատական ատյաններից հանելով Հայաստանի հայցերը ռազմական հանցագործությունների մասին, որոնք կատարել էր Ադրբեջանը եւ այլն, այսինքն բոլոր պահանջները կատարում է։ Հիմա ինչ է Ադրբեջանը հենց այս պահին պիտի սկսի, բայց հենց որ տեսավ մի քիչ հարմար պահ կանի, ուղղակի հիմա հենց այս պահին Իրանը որ դիմացավ այս ահռելի հարձակմանը եւ այդպիսի ցավոտ հակահարված հասցրեց աշխարհի համար առաջի գերտերությանը Միացյալ Նահանգներին եւ տարածաշրջանի գերտերությանը Իսրայելին, որոնք համատեղ հարձակվեցին իր վրա, իհարկե ունենալով նաև աջակցություն տարբեր տեսակի մյուս իրենց դաշնակիցներից, այդ թվում արաբական միապետություններից Պարսից ծոցի։ Իրանը ցույց տվեց, թե ինչ հզոր պետություն է, նաև Իրանը այսօր այսպես դուրս է գալիս շատ ավելի հզոր, քան մտել էր, եւ ներքին առումով է ավելի հզոր Իրանը, որտեղ ժողովուրդը համախմբված է, հայրենասիրական մեծ ալիք է բարձրացել այնտեղ, իսկ այդ ալիքը բերելու է նաև մեծ հաջողությունների տարբեր բնագավառներում, եւ ժողովուրդը ոգևորվում է, ժողովուրդը հազար ու մի սխրագործություններ է կատարում, եւ գիտական բնագավառում, եւ չգիտեմ, զենքի արտադրության, եւ ժողովրդագրության բնագավառում, հիմա զորք մի քանի հազար մարդ են կորցրել, 1 միլիոն մարդ ավել կծնվի այնտեղ, եւ այլն, ներքին առումով ավելի պինդ են դուրս եկել, արտաքին առումով ավելի պինդ են դուրս եկել, հիմա այդ ծոցի պետությունները, Պարսից ծոցի պետությունները, հիմա նստած պետք է մտածեն, այս ինչ արեցինք մենք, Միացյալ Նահանգների բազաները դրել էինք, կարծում էինք, թե միլիարդներ են տալիս, ապահով ենք, հանգիստ ապրում ենք, բայց հիմա ստացվեց հակառակը, որ այդ ռազմաբազաների պատճառով տեղի ունեցավ իրենց այդ դեմ այդպիսի հզոր հարվածներ, որոնց տակից
տարիներ, որ պետք է դուրս գան դեռ այն վնասները, որ տվել են, դեռ տարիներով պիտի այդ վնասների տակից դուրս գան։ Այդպես չի, որ մի 5 ամիս հետո անկարծ այդ վնասները այնտեղ գործարաններ են կանգ առել, նավթն է կանգ առել։ Նահանգները կփոխհատուցի, ինչ ա եղել։ Եվ տեսեք մի բան է հետաքրքիր։ Էլի համեմատենք Հայաստանի հետ։ Պարսից ծոցի այդ պետությունները, նրանց ղեկավարները խամաճիկներ են։ Միշտ են այդպես եղել, սկսած 1930-ական թվականներից, երբ Սաուդյան Արաբիան անկախացավ, եւ հետագայում արդեն երբ անկախացան մյուս այդ պետությունները, դրանց ղեկավարությունները միշտ եղել են արևմուտքի խամաճիկները, Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի։ Իսկ հիմա նրանք կրելով այդպիսի ահռելի կորուստներ հենց Միացյալ Նահանգների ագրեսիայի պատճառով չէին կարողանում Միացյալ Նահանգների դեմ մի խոսք ասել։ Հիմա նույնը մոտավորապես Հայաստանում է իրավիճակը։ Այս խունտան Փաշինյանական նույնիսկ Հայաստանին վնաս հասցնելու միջոցով այդ Թրամփի ուղին նա չի կարողանում չկատարել Միացյալ Նահանգներից հնչող հրամանները։ Ինչու՞։ Որովհետև խամաճիկ են, որովհետև տարբեր ուրիշ թելերով կապված են իրենց տերերին, հասկանում եք։ Այդ տերերն են ղեկավարում եւ նույնիսկ եթե Հայաստանը մեծ կորուստներ կրի, ինչպես օրինակ կորուստներ էին կրում Արաբական Էմիրությունները, Սաուդյան Արաբիան, Քաթարը, Քուվեյթը, Բահրեյնը, չեն կարողանում դուրս գալ տակից։ Չեն կարողանում փոխել ուղեգիծը։ Եթե օրինակ սուվերեն պետություններ լինեին, խամաճիկ չլինեին, առաջի բանը ինչ պետք է ասեին, Միացյալ Նահանգներին ասեին Փակի քո ռազմաբազաները հենց հիմա վաղը չգնաս, իմ տարածքի վրայով չթռչես, ռմբակոծես Իրանը, որտեղ իմ վրա է հարվածը գալիս։ Դու գնում ռմբակոծում ես, ինձ են ռմբակոծում։ Իմ տարածքով եթե ռմբակոծում ես, նաև իրավունք ես ստանում նա ինձ ռմբակոծել, չէ՞։ Այնտեղ ցույց էին տալիս Քուվեյթից հայ մարզները կրակում էին Իրանի տարածքի վրա, որտեղ հասցնում է Քուվեյթից մոտ է սահմանը։ Բայց չեն կարողանում ասել, որտեղ վերնախավերը կտրված են պետության եւ ժողովրդի շահերից։ Իրենք իրենց ժողովրդի շահերից կտրված են, ուրիշ կյանքով են ապրում, ինչպես մեզանում է։ Մեր վերնախավերն էլ են կտրված, առաջ էլ էին կտրված, հիմա էլ են կտրված։ Հիմա շատ ավելի վատ է վիճակը։ Իսկ ինչ է կատարվում հայոց բանակում, իդեպ մենք խոսեցինք մի քիչ կիսատ մնաց։ Երեք չառաջ օրը ԿՓԱ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը բացառիկ տվյալներ հրապարակեց, որոնք պետք է դեռ հասկանալ, ստուգել եւ դրանց հետևից պետք է գնալ, հասկանալ համար ինչի մասին է խոսքը։ Ըստ այդ տվյալների 2012 թվականին հայկական բանակի թվականակը եղել է 44000 մարդ։ 2019 թվականին արդեն 7 տարի անց եղել է 25000 մարդ։ Իսկ այսօր 14000 մարդ է։ Բայց այս տվյալները կարելի է հրապարակել։ Հարցը դա չի։ Արդեն հրապարակված են տվյալները, բայց դրանք կարևոր տվյալներ են շատ։ Եվ ժողովուրդը պետք է իմանա այդ ամեն ինչի մասին, կարելի է թե կարելի ինչի որն է։ Խոսքը ես չգիտեմ ինչի մասին, արդյոք պայմանագրայինները հաշվարկված են այդտեղ, թե հաշվարկված չեն։ Արդյոք միայն զորակոչիկներն են այդտեղ։ Բայց ինձ զարմացնում է ուրիշ բան։ Ինչու են այդ տվյալները հնչում ոչ թե ընդդիմության պատգամավորների շուրթերից, այլ ԿՓԱ-ական պատգամավորի շուրթերից։ Ինչու ընդդիմությունը մինչև այսօր չի հրապարակել նման տվյալներ։ Ինչու չի ասվել այդ մասին։ Ինչպես է ստացվել, որ 2012-ից մինչև 2019 թվական 25000-ից իջել է մինչև, կներեք, 44000-ից իջել է մինչև 25000։ Այդ ինչպես է այդպես ստացվել, որ 19000, 20000 մարդով պակասել է։ Այս ինչ հաշիվ է, ինչու չի խոսվում այս մասին։ Լրագրողները պետք է այս ամեն ինչի հետևից գնան, եթե անկախ լրագրություն ունենք, անկախ մամուլի միջոցներ ունենք, պետք է գնան մինչև վերջ այս ամեն ինչը բացահայտեն, մենք հասկանանք։ Հրապարակեց Պաշտպանության նախարարություններ, թե չգիտեմ ով էր, հրապարակեցին, բայց ճիշտ գաղտնիք է հրապարակում պետական եւ ճիշտ տվյալներ չեն բերված։ Բայց եթե ճիշտ տվյալներ չեն բերված, ո՞նց է գաղտնիք հրապարակում։ Կամ հիմա գաղտնիք է,
ուրեմն ճիշտ տվյալներ են, թե գաղտնիք չէ, սուտ բաներ է ասել, ասեք սուտ է ասում, էլ ո՞նց է գաղտնիք։ Եթե դու ասում ես գաղտնիք, ուրեմն ճիշտ բաներ է հրապարակել։ Հասկանում եք, եւ պետք է հիշել, ինչ ահռելի արտագաղթ տեղի ունեցավ Հայաստանում 2011-ից մինչև 2014 թվական, 10-ից 14 թվական, մոտավորապես պաշտոնական թվերով երբ հաշվարկում էինք այն ժամանակ 380,000 մարդ արտագաղթ է եղել։ Չէ՞ որ սա մոբիլիզացիոն ռեսուրսի մասին էր խոսքը։ Չէին հասկանում այն ժամանակվա ղեկավարները։ Խոսքս հանրապետական կուսակցության մասին է եւ Սերժ Սարգսյանի մասին։ Չէին հասկանում ինչ է կատարվում։ Բայց այդ արտագաղթը խրախուսվում էր ամենաբարձր մակարդակով։ Արդյոք այդ արտագաղթի արդյունքն էլ չի եղել այն, որ 2019 թվականին այդքան պակասել է զորքի թվականակը։ Բայց սա արդեն ուրիշ հարցեր են, որոնց մասին ասում եմ, պետք է անդիմադիր ուժերը պետք է այս հարցերը բարձրացնեն։ Ինչու հա էլի չեն խոսում։ Եթե 14000 է այսօր հայկական բանակի թվականակը, նա ուրեմն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է իրականացվել, որով հայկական բանակի թվականակը պետք է լիներ 10000 մարդ։ Ուրեմն դեպի Ալեքսանդրապոլի պայմանագիր է տանում մեզ Նիկոլ Փաշինյանը եւ բերել հասցրել է գոնե այդ չափանիշներով բանակի թվականակի արդեն բերել է դեպի Ալեքսանդրապոլի պայմանագիր, բայց ասում եմ նորից պետք է ճշտել, հասկանանք, արդյոք սա գուցե պայմանագրայինները սրա մեջ չեն ներառված։ Գուցե պայմանագրայինների թիվը այնքան է, որ որոշ չափով փոխհատուցում է, չգիտենք, բայց սրանք կարևոր թվեր են, մեզ պիտի ասեն այս ամեն ինչը, սրանք պետական գաղտնիք չպետք է լինեն։ Ժողովուրդը պետք է իմանա, որ իմանա ինչ իշխանություն է, ինչ ընդդիմություն է, ում քվեարկի, ում չքվեարկի, իսկ գուցե ընդհանրապես ոչ մեկին սրանցից պետք չի, լրիվ ուրիշ ուժ է պետք եւ այլն, հասկանում եք։ Չէ, դա ընդդիմության անելիքն է միանշանակ։ Բայց չի արել մինչեւ այսօր։ Ամբողջ օրը քննադատում են, էսանում ընդդիմություն են, բանակի մասին խոսք չկա։ Բանակի մասին։ Դե փակա, ավելի առարկայական, փակա որն է, տեղի ունեցան լսումներ այդ լսումներին պատգամավորին չեն թողնում գնա առաջնագից, ինչ եք ուզում։ Այդ լսումներին պետք է մասնակցեին ընդդիմադիր պատգամավորները, գաղտնի լսումներ էին։ Դավիթ Տոնոյանն է այնտեղ խոսել, մյուսներն են խոսել եւ այլն։ Մասնակցել է, ինչ գիտենք այդ մասին, ոչինչ չգիտենք։ Բայց մենք մեր թեմայից մի փոքր շեղվեցինք, հիմա եթե վերադառնանք այս Իրանի հարցերին, պետք է նաև հասկանալ, թե ինչ կարող է պատահել սրանից հետո, այսինքն երբ կարող է վերսկսվել, ինչ է փոխվում, երբ կարող է վերսկսվել եւ Իրանը, այսինքն ստացվում է տարածաշրջանային գերտերություն, ոչ միայն տարածաշրջանային, այլ նաև համաշխարհային առումով է։ Եվ արդյոք այստեղ Թուրքիայի հետ են լրել այլ դիմակայությունը, որ կար մինչ այս պատերազմը, հիմա Իրանի օգտին չէ։ Ինչու Իրանի օգտին չէ, Իրանը դիմացավ, դուրս եկավ այս։ Չէ, Թուրքիայի հետ, որպես ազդեցության գոտիներ ռեգիոնում, հա Թուրքիան իր ազդեցությունն էր մեծացնում, չէ, վրացական, ասենք Աջարիա եւ այլն եւ այլն։ Իրանը տենց հավակնություններ չի ունեցել, բայց արդյոք մեր տարածաշրջանում Իրանի կշիռը չբարձրացավ, ասենք Թուրքիայի հետ անպայման Իրանի կշիռը այնքանով բարձրացավ, որ ասում եմ, Ադրբեջանը չի համարձակվելու որևէ հարձակում գործել Հայաստանի դեմ։ Եթե նորից պատերազմ չսկսվի, եթե Իրանի դեմ չկիրառեն միջուկային զենք, այդ մասին առաջին պետք է խոսենք։ Այս պահի որ քիչ հավանական է այնուամենայնիվ, եթե ուրեմն չի կիրառվում միջուկային զենք Իրանի դեմ, Իրանը հաղթած է, իսկ միջուկային զենքի կիրառումը Իրանի դեմ թեև հավանական է, բայց շատ փոքր է հավանականությունը, ինչու, որովհետև միջուկային զենքը եթե կիրառվում է, փոխվում են համաշխարհային կանոնները առհասարակ։ Դա նշանակում է, որ Ռուսաստանն իրավունք կունենա կիրառել միջուկային զենք Ուկրաինայի դեմ, Չինաստանն էլ Թայվանի դեմ, եթե պետք եղավ, այն մյուսն էլ մյուսի դեմ եւ այլն եւ այլն։ Հյուսային Կորեայի սիմպաթիչնի տղեն։ Բացի դրանից հետո Իրանը մեծ պետություն է, Իրանի դեմ քանի ատոմային ռումբ պետք է կիրառես, որ Իրանը հանձնվի։ Մեկ ռումբով բան չի ստացվի, երկուսով բան չի ստացվի, երեքով բան չի ստացվի, 50 հատ ռումբ պիտի կիրառես, գլխավոր քաղաքներին գոնե խփես,
Իսկ դա նշանակում է ցեղասպանություն։ Բայց նույնիսկ այդ պարագայում Իրանը շատ արագ կարող է ստեղծել միջուկային զենք եւ հարվածել Իսրայելին։ Կարող Մարտագլխիկով հրթիռներն ունի, մնում է ընդամենը մարտագլխիկի մեջ տեղավորի այդ ատոմային ռումբը կամ մաքուր տեսակում կամ կեղտոտ տեսակում եւ այդ այն 400 կիլոգրամ հարստացված ուրանը որ կա ուղարկի դեպի Իսրայել, որով Իսրայելը փոքր պետություն լինելով ընդհանրապես վերանալու է։ Վերջ, այնտեղ կյանք այլևս չի լինելու։ Այնպես որ 1000 անգամ պետք է մտածեն ու մտածելուց հետո գալու են այն եզրակացության, որ չի կարելի։ Ստացվում է միջուկային զենք ունենալն էլ երաշխիք չի։ Այսօր այո արդեն, այդպես է ստացվում, որովհետև տեխնոլոգիաներն են փոխվել։ Այս հրթիռների նայած որ պետության մասին է խոսքը, հասկանում եք, Իսրայելը տարածքով շատ փոքր է։ Իսրայելին մեկ ատոմային ռումբ եթե հասավ, բնակչությունը թողնելու գնալու է, ով որ զոհվեց կզոհվի, ով որ չզոհվեց հեռանալու է այդ տեղից, դատարկվելու է այդ տարածքը, այսինքն մեկ ռումբի հարց է այնտեղ։ Այսինքն Իսրայելի համար այո, վերջը էլ չեմ ասում, որ չեն հանդուրժելու նաև մյուս պետությունները, վերջին հաշվով Իրանի հարևանը Պակիստանն է, որը միջուկային երկիր է, մահմեդական երկիր է, եթե նա տեսնի, որ Իսրայելը կիրառեց միջուկային զենք Իրանի դեմ, պետք է մտածի, որ վաղն էլ իր դեմ կկիրառի։ Ինչու ոչ, որովհետև հիմա Իսրայելը Հնդկաստանի դաշնակիցն է։ Եվ միշտ է վերջին տասնամյակներում Հնդկաստանի դաշնակից է եղել ընդդեմ Պակիստանի։ Եք ասի ավելի լավ է մի հատ այս ատոմային ռումբից տամ Իրանին, թող Իրանը գցի Իսրայելի վրա, որ ես ապահովագրվեմ։ Վաղը մյուս օր Իսրայելը ինձ էլ չխփի, որպես ամենամեծ, ամենահզոր մահմեդական երկիր։ Ուրիշ հավանականություններ էլ կան, Հյուսիսային Կորեան կարող է մի ինչ-որ կերպ Չինաստանի հետ համագործակցելով ուղարկի մի միջուկային զենք Իրան, եթե Իրանը ինքը չստեղծի իրը։ Եվ այսինքն միջուկային զենքի կիրառումը, թեև ես ամբողջությամբ չեմ բացառում, բայց քիչ հավանական եմ համարում, շատ քիչ հավանական եմ համարում, վերջին հաշվով, տեսեք, Թրամփը երբ այդպիսի հայտարարություն արեց, մի ամբողջ քաղաքակրթություն աշխարհի երեսից վերացնելու մասին, հենց բուն Միացյալ Նահանգներում արժանացավ շատ խիստ քննադատության, ընդ որում ոչ միայն իր ընդդիմադիրների դեմոկրատական կուսակցության կողմից կամ այդ մյուս մտավորականության մի մասի կողմից, այլև հենց իր հիմնական բազայի աչակողմյան MAGA այդ Make America Great Again նորից Ամերիկան մեծ դարձնենք շարժման առաջնորդների կողմից։ Շատ առաջնորդներն այդ շարժման, որոնց անունները հիմա այստեղ իմաստ չունի տամ մեր հասարակ մեր ընկերներին դրանք բան չեն ասելու, այդ առաջնորդներից շատերը երեք խոսում էին այն մասին, որ պետք է ոգեկոչել Ամերիկայի սահմանադրության 25-րդ հոդվածը, որով գործող նախագահին պետք է անմիջապես հեռացնել իշխանությունից, impeachment-ի միջոցով, նրանք էին խոսում, նրանք ամենապինդ պաշտպաններն են եղել Թրամփի։ Բայց նրանք էին խոսում, ասենք Թաքեր Կարլսոնին են ճանաչում մեր ունկնդիրները հավանաբար ավելի շատ, բայց նաև մի քանի ուրիշ դեմքեր կան։ Թաքերներ էր գրել, որ դրա ձեռից միջուկային Դա եմ ասում, այդ մասին եմ ասում, որ այդ մասին այդ ցեղասպանական սպառնալիքը նույնիսկ Միացյալ Նահանգներում լավ չընդունվեց եւ կիրառել միջուկային զենք այս պայմանին, իհարկե Միացյալ Նահանգները ուրիշ բան կարող է անել, եթե ուզենա կիրառի, ինքը չի կիրառի։ Իսրայելին կասի դու խփի։ Իր լերումը ձեր ասացի նոր է գրել ուղակի պարոն Թրամփը, գուշակեք ինչ է գրել պարոն Այվազյան։ Պետք է գրած լինի, որ հաղթել ենք, բայց դա արդեն ոնց որ գրել էր, 100%-ով հաղթել ենք։ Չէ, ավելի։ Հիմա ես ավարտեցի 9 պատերազմ։ Միթե դա անհավանական չէ։ Մոտավորապես այն է, ինչ Փաշինյանն է ասում, որ եթե ես չլինեմ, պատերազմ կլինի, այսինքն երկիրը բերել հասցնել է այն վիճակին այստեղ, որ պատերազմ կարող է լինել, քանի որ ինքը թուլացրել է բանակը եւ պետությունը,
դիմադրողականությունն է թույլատրել, ասում է ես չլինեմ պատերազմ կլինի, նայել այնտեղ պատերազմը սկսել է, չի հաղթել, փաստորեն այս պահի դրությամբ պարտվել է եւ հայտարարում է, որ կարևորը երկուսն էլ պարտությամբ հպարտ են։ Երկուսն էլ իրար WhatsApp-ի համարը գիտեն։ Լավ, եթե հումորը դնում ենք պիկում, վերջին հարցս աշխարհում որևէ բան կփոխվի ազդեցության գոտիների Վերջում Միացյալ Նահանգները պարտվեց, հա, եթե վաստում ենք եկեք ասենց հավան, պատերազմը չի ավարտվել, համարենք, որ Չէ, բայց այս պահին իրան է թույլատրում, այս փուլում պարտություն է, բայց թե ինչպես կզարգանան դեպքերը, մենք 100% չենք կարող ասել։ Չէ, դե հենա, պես բան եմ անում, նայում եմ իրանյան ալիքները ցույց են տալիս հրթիռները իրենց պաշարը, այսինքն էս չէր էլի, որպես այս ապրծում էր։ Քանի անգամ մարդիկ ասցին, ինչքան ուզեք, այնքան պատերազմ ենք, խնդիր չունենք մենք այդ առումով։ Պատրաստվել են։ Հիմա աշխարհի մեջ բազմա բևեռ է այսօր այդ աշխարհը, նահանգները էլ նախկինը չէ, ինչ կարող ենք հետևություն անել։ Ինչու եմ ասում, եւ սրա անդրադարձը Հայաստանի վրա, որովհետեւ ի վերջո։ Տեսեք, մեր տարածաշրջան եւ առհասարակ մեծ մերձավոր արևելքում, եթե վերցնենք, շատ մեծ փոփոխություններ են սպասվում, շատ մեծ։ Նույն այդ Պարսից ծոցի արաբական միապետությունները պետք է եզրակացություններ անեն այս ամեն ինչից։ Շատ լուրջ եզրակացություններ։ Փաստորեն իրենք մեկ ուրիշ խաղի մեջ ընկան եւ վստահեցին Միացյալ Նահանգներին եւ ահավոր տուժեցին։ Եթե այսպես շարունակեն, մեկ անգամ էլ կարող են տուժեն, բայց այն մյուս անգամ կարող է վերջանալ ամեն ինչը։ Եթե հարվածները կան արդեն ջրի մաքրման գործարաններին, մնացած բոլոր նավթամշակման գործարաններին, հանքերին եւ այլն, կարող է ավարտվել նրանց պատմությունը, գոնե այս տեսքով ինչ որ գիտենք։ Նրանք պետք է Իրանի հետ լեզու գտնեն որոշակի։ Իսկ դա նշանակում է Իրանի ազդեցության ոլորտի ընդլայնում։ Իրանը Հորմուզի միջանցքը ես չեմ կարծում թե զիջի այլևս։ Միացյալ Նահանգները պահանջում է ազատ նավարկություն, ասում է հա ազատ նավարկություն, բայց Թուրքը վճարեք անցեք։ Խնդրեմ։ Ազատ նավարկեք, ինձ էլ է ձեր տալի, ազատ նավարկեք, վճարեք, նավթն էլ թող գնա գա։ Իմ նավթն էլ ներառյալ։ Այսինքն հիմա տեսեք մի ամերիկացի աշխարհաքաղաքական հարցերի գծով մասնագետ պրոֆեսոր կա, Փայփ ազգանունով, կարծեմ Ռիչարդ Փայփ, նա ասում է աշխարհում կար հիմնականում 3 բևեռ, Միացյալ Նահանգներ, Չինաստան, Ռուսաստան, ուժային կենտրոնները նկատի ունի, հիմա ասում է առաջանում է 4-ը, Իրանը, հետաքրքիր է, որ Հնդկաստանին որը շատ ավելի մեծ ռեսուրսներ ունի, մեծ բնակչություն ունի, 1.5 միլիարդ թվականակով, բայց Իրանին է համարում այդ 4-րդ բևեռը, որովհետև Իրանի այդ կամային հատկությունները, ուժային հատկությունները, տեխնոլոգիական այդ առաջընթացը, զենքի բնագավառում եւ այլն ցույց են տալիս, որ Իրանը պատրաստ է իր վրա վերցնել Մերձավոր Արևելքում ավելի մեծ դեր եւ աշխարհում արդեն ստացվում է։ Եվ սա մեզ համար էլ է շատ բան նշանակում։ Ես տարիներով խոսում եմ այն մասին, որ Իրանի հետ Հայաստանը պետք է մտերմանա, քանի որ իր շահերը համընկնում են Իրանի շահերի հետ։ Հայաստանի անկախությունը համընկնում է Իրանի շահերի հետ։ Հայաստանի տարածքային անձեռնմխելիությունը եւ ինքնիշխանությունը համընկնում է Իրանի շահերին, որովհետև Հայաստանը միակ տարածքն է, որով Իրանը կարող է դեպի Եվրոպա եւ Եվրասիա հանգիստ անվտանգ վստահելի ճանապարհ ունենալ։ Ադրբեջանը վստահելի չէ, Թուրքիան վստահելի չէ, Միջին Ասիան այդքան վստահելի չէ, եւ Միջին Ասիայով Եվրասիա կարող է ունենալ դեպի արևելք, բայց դեպի Եվրոպա Հայաստանից է գնում, դեպի Հայաստան, Վրաստան, Սևծով, Ռուսաստան։ Այնպես որ մեծ փոփոխություններ լինելու են, շատ մեծ, հարց կա նաև միջուկային զենքի հարց է բարձրանում, Իրանը կարող է ձգտել ստանալ միջուկային զենք, կամ չձգտել, չգիտենք,
բայց նաև տարածաշրջանային մյուս պետությունները կարող են ձգտել այսուհետ իրենց անվտանգությունը ապահովելու համար միջուկային զենք ձեռք բերել։ Օրինակ Թուրքիան։ Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Պակիստանն արդեն իսկ ունի, Եգիպտոսը կարող է նման ցանկություններ ունենալ։ Պարզապես Թուրքիայում այդ քանի որ Թուրքիան արդեն Ռուսաստանը Թուրքիայի համար ատոմակայաններ կառուցեց իր կարճ հաշվարկով, ինքն իրեն վնասելով, եւ Թուրքիայի համար ավելի հեշտ կլինի այդ խնդիրը լուծել, քան օրինակ Եգիպտոսի համար։ Տեսնենք, այսինքն շատ մեծ փոփոխություններ են սպասվում։ Ռուսաստանի դիրքորոշումն է հետաքրքիր ինչպեսին կլինի։ Ռուսաստանն էլ ինչ որ չափով պետք է Չինաստանի հետ մասնակցեր այդ քննարկումներին այս Իրանի հարցով։ Նրանք միշտ իրար հետ խոսում են այս վերջին 1-2-3 տարում։ Այսինքն այս խաղաղության այս զինադադարի կնքման հարցում Ռուսաստանն էլ Չինաստանի հետ որոշակի քննարկումներ անպայման ունեցած պետք է լիներ։ Այնպես որ եթե Իրանի դիրքերն այստեղ ամրանում են, Ռուսաստանը արդյոք փորձելու է այնուամենայնիվ այս թուրքական գործոնին դիմադրել այստեղ թե ոչ, որովհետև մինչև այսօր չի դիմադրում։ Մինչև այսօր հանգիստ քաշվել է մի կողմ եւ թույլ է տալիս, որ այստեղ Թուրքիերը եւ Ադրբեջանը, Թուրքիան եւ Ադրբեջանը այստեղ իրենց խաղերը խաղան, կլանելով Հայաստանը։ Ռուսաստանը լուրջ դիմադրություն չի ցույց տալիս այդ ամենին։ Արդյոք այս դեպքերը կբերեն նրան, որ Ռուսաստանը կփոխի իր դիրքորոշումը, թե ոչ։ Տեսնենք։ Ի վերջո մենք Իրանի հետ ռազմաարդյունաբերական համագործակցություն Ոչ միայն ռազմաարդյունաբերական, Իրանի հետ պետք է կնքել ռազմական դաշինք։ Իմ կարծիքով եւ վաղուց էր պետք կնքել ռազմական դաշինք։ Մարդիկ ապացուցեցին փոխօգնության դաշինք։ Միացյալ Նահանգները մեզ հետ ռազմական փոխօգնության դաշինք կնքելու պատրաստակամություն ունի, ոչ։ Վայ, որովհետեւ իր Վայ Արամ Սարգսյանը ձեզ լսեց։ Որովհետև իր դաշնակիցները Թուրքիան են եւ Ադրբեջանը, ինչու՞ համար նա մեզ հետ պետք է ռազմական փոխօգնություն։ Եղավ, ինքն է մեր փրկությունը 240-ը 14000-ը քառակուսի կիլոմետրերն էլ Ամերիկանը։ Իսկ Իրանի հետ պետք է աշխատել, այո, ռազմական դաշինք, ռազմավարական դաշինք, ռազմատեխնիկական ամենասերտ համագործակցություն։ Տեսեք այդ դրոնները, ասեցին Վենսը եկավ 10 հետախուզական դրոն բերեց, չհասկացանք այդ դրոգները ինչ էին, ինչ չէին, ու եւ այլ շահեդները իրանական ամենափայլուն զենքն է, որ այսօր Միացյալ Նահանգներն է պատճենում, այն էլ անհաջող ձևով Լուկաս անունը օգտագործելով դնում է դրանց վրա։ Ռուսաստանում, գիտեք, Գերանիա էին դրել դրանց անունը, կատարելագործել էին որոշ չափով։ Ինչու մենք Իրանից չենք գնում այդ ԱԹՍ-ները։ Ամենչու համաձայնագիր չկարողա Իրանը մեզ փոխանցի նաև, եթե տեսնի վստահելի դաշնակից ենք, մի 1000 դրոն նվիրի, հետագայում ասենք վճարելու պայմանով եւ այլն։ Այդ ամեն ինչը կլինի, երբ որ ուղեղով իշխանություն լինի, ես չեմ վախենում եմ նույնիսկ մտածել եւ ապավինում եմ իրանական այդ հնամենի եւ խորը քաղաքակրթական դիվանագիտությանը, որ թե ինչ զզվելի պահվածք ունեցավ Հայաստանի իշխանությունը այդ առաջիկա ու տենց է պաշտոնը։ Եկեք իշխանությունը հասկացանք, իսկ հիմա անդիմության մասին նաեւ անցյալ անգամ խոսեցինք այստեղ։ Դե իշխանությունը պետք է ցավակցի, թե չէ իր հարևանին այդ բանին։ Այո, բայց մեր անդիմությունը Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստանը ասում է ես իսրայելյան խումբ են բերում այստեղ, որ Հայաստանի հոպը զարգացնի Իսրայելի բրիգադային գեներալի գլխավորությամբ։ Հետո ասում է ես պետք է բերեմ իսրայելական կրթությունը այստեղ, ես պետք է արտահանում ապահովեմ Իսրայելի համար այստեղ։ Նարեկ Կարապետյանի բառերն եմ ասում։ Այս պայմաններում, երբ Իրանը պատերազմի մեջ է Իսրայելի հետ, եւ Իսրայելը Ադրբեջանի դաշնակիցն է, մեր դաշնակիցը չի։ Դուք ասացիք շատ մեծ փոփոխություններ են սպասվում։ Եվ ինչ իմանաս, պարոն Այվազյան, կարող է հետաքրքիր դաշինքներ կնքեն։ Քիչ ժամանակ է մնացել, շատ քիչ ժամանակ է մնացել։ Ապրենք կտեսնենք։ Սենց ասենք, եթե նույնիսկ Իրանը հաղթումել է, Իսրայելի կրթությունը կամ ռազմական արդյունաբերությունը վերջիններից չէ։ Ուղղակի պետք է դիվանագետ լինել ու ճիշտ պահին էլի ներկայացնել
գոնե ոչ հանրային։ Առհասարակ Իսրայելի հետ ռազմական համագործակցությունը ես համարում եմ անհեթեթություն եւ թշնամություն հայ ժողովրդի դեմ այսօրվա դրությամբ։ Այս պահի դրությամբ, երբ Իսրայելը ապացուցել է, որ ինքը Ադրբեջանի դաշնակիցն է եւ գործել է մեր դեմ։ Այսօր դաշնակցել իսրայելյան ինչ կազմակերպությունների, անհատների, նախկին զինվորականների, որոնք երբեք նախկին չեն լինում, նրանց հետ անթույլատրելի է։ Դա միանգամից բերելու է մեր եւ Իրանի հարաբերությունների վատթարացման։ Ինչու ուղղակի մեզ համար Դե պետք է լինել չլինելու եւ կենսական խնդիր է։ Շնորհակալություն։ խնդրեմ։ Ռազմական պատմաբան քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանն էր այսօր Live Armenia-ում։ Շնորհակալություն ձեզ ուշադրության համար, մեր ալիքին բաժանորդագրվելու եւ մեր Patreon-ին միանալու համար։